Կրկնելու եք, թե ասեմ մի անգամից։ Մենք ուղիղ եթերում ենք, խնդրում ենք պատասխանել, թե ինչ շարժման մասին է խոսքը, ինչ եք մեկնարկում։ Այսօր շարունակվում է մեր նախնական սկսած աշխատանքները բանի մասին փետրվարի 18-ին մեծ հանրահավաք կատարելու նախապատրաստման ճանապարհին։ Մենք գիտենք, որ սխալական ենք, մարդ ենք ի վերջո բոլորս եւ փորձում ենք մինչեւ վերջ համոզել եւ համոզվել։ Այսինքն դիմացինին համոզել, որ մեր մտադրությունները արդարացի են եւ եթե մենք սխալ ենք, համոզվել, որ այնքան է ճիշտ տեղում չենք։ Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանում բազմաթիվ դժգոհություններ կան եւ այդ բոլոր դժգոհությունների հիմքում ընկած է մի բան՝ իրավախախտումներ։ Հաճախ ասում են օրինախախտումներ, օրենքները նրա համար են, որ մարդկային իրավունքները պահպանեն, պետությունն անգամ նրա համար է, որ մարդիկ կայանան իրենց երազներով, իրենց նպատակներով եւ մանավանդ իրենց իրավունքներով։ Դրանց մեր հիմնական շեշտադրումը իրավախախտումներն են։ Իրավախախտումներ կյանքի բազմաթիվ ոլորտներում։ Երեք երբ մեր նախագահությունում քննարկում էին, թե հատկապես որոնք են շատ կարևոր խախտումները, սարսափելի թիվ ընկալվեց։ Խոսքը չի վերաբերում առանձին հանցավոր դրսևորումներին, այլ ընդհանրապես իրավախախտումներին։ Օրինակ, մեր տեսեք պաստառներից մեկի վրա գրված է ռազմագերիներ եւ խաղաղությունը ջնջված է։ Այսինքն այնտեղ, որտեղ կան ռազմագերիներ, այդտեղ խոսել խաղաղության մասին նշանակում է լավագույն դեպքում լինել ու անգրագետ։ Մյուսը, եթե ուզում ենք մենք իսկապես ձգտում ենք խաղաղության, ապա պիտի լինի բարի կամքի դրսևորում։ Օրինակ, խոսվում է ճանապարհի մասին, չէ՞, այդ Թրամփի կամ տրիփ կոչվածը։ Եվ մշտապես շեշտվում է փոխադարձություն։ Արդեն հանրությանը մենք կարողացանք հասցնել, անկեղծ ասեմ, մենք, որովհետև դեռևս սեպտեմբերից մենք ունենք հրապարակումներ, որ եթե փոխադարձության մասին է խոսքը, ապա պետք է նաև ցույց տրվի, թե Ադրբեջանը կամ Թուրքիան ինչ ճանապարհներ են բացում։ Այս պայմաններում, եթե դու չունես որևէ բացված ճանապարհ, ավելին ունես նոր փակված ճանապարհներ, օրինակ Գորիս Կապան ճանապարհը, նշանակում է դու զբաղված ես ինքնախապեյությամբ կամ քեզ դնում ես հիմարի տեղ։ Երբ դու քեզ հիմարի տեղ ես դնում, թշնամու համար, թեկուզ հակառակորդի համար շատ հեշտանում է գործը։ Կամ մյուս պաստառը, ձեռքներդ հեռու հայ առաքելական Սուրբ եկեղեցուց, սահմանադրությունից եւ հայ ժողովրդից։ Սա ուղղված է Հայաստանի իշխանություններին։ Իդեպ շարունակելուց առաջ ասեմ, որ մենք դեռևս լիարժեքորեն չենք օգտագործել։ Այսօր հարաբերականորեն կոչեցինք հանրահավաք, որպեսզի մարդկանց տրամադրենք հավատալու, որ իրենցից ինչ-որ բան է կախված, որ մարդիկ, եթե ոչ հաջորդ ուրբաթ ժամը 4-ին կամ մյուս ուրբաթ, ապա ամսի 18-ին բոլորս պիտի այստեղ լինենք, նախ ցույց տալու իշխանություններին, որ մենք իրենց չենք վստահում, երկրորդ աշխարհին ցույց տալու, որ այս իշխանությունները մեզ չեն ներկայացնում։ Հակառակ դեպքում, հենց սկզբից պարտավոր եմ ասել, հակառակ դեպքում պիտի մարդիկ արձանագրեն, որ ստացանք հրավեր եւ չմասնակցեցինք։ Ուրեմն մենք ստում ենք, կեղծարար ենք, չափազանցում ենք, որ իրավիճակը լավ չէ, իրավիճակը վտանգավոր է։ Շատ նման է այն դեպքին, երբ հիշում եք Նժդեհը մի անգամ դիմելով ժողովրդին ասաց. ես մենակ էլ մնամ, իմ գործը պիտի անեմ, ուր եք դուք։ Մենք չենք շտապեցնում, հասկանում ենք, որ մարդիկ թմբիրից հետո պետք է կամ թմբիրից հիասթափությունից հետո պետք է ուժ գտնեն եւ այստեղ ինձ հաճախ ասում են, որ շատ կարեւոր է քո օրինակը։ Դու ավելի քան 20 տարի բռնադատված լինելով մենք չենք հիշում մի դեպք, 3 առաջորդն էին հատուկ ասում, չենք հիշում մի դեպք, որ դու ասես ես հոգնեցի կամ զզվեցի այս անտարբերությունից։ Հետևողականորեն գործը տարել ես։ Այդպես ես գիտեմ, որ 88 թվականի զարթոնքի ժամանակ բոլորն ասում էին Հայրիկյան անունով մի տղա կա, որը նստել է 17 տարի վերադարձել, այն ժամանակ 17 էի նստած։ Եվ շարունակում է պայքարել։ Օրինակը նույնպես կարևոր է։ Հիմա հիմականներով գիտենք, որ ունենք բազմաթիվ համախոհներ։ Հիմնական գործը գիտենք, որ մարդկանց երկրի տերը դարձնելն է։ Ինչ փորձանք որ կա, ինչ ձախողում կա, անգամ իրավախախտումներ որ կան, դրանք բխում են մի բանից։ Հայաստանի քաղաքացին իր ճակատագրի տերը չէ։ Եթե Հայաստանի քաղաքացին իր ճակատագրի տերը լիներ եւ ոչ թե իր փոխարեն ինչ որ, ապա մենք չենք ունենա բազմաթիվ գոնե անհեթեթություններ։ Իսկ քաղաքացու տերը լինելը ընդհանրապես կյանքի է կոչվում ճիշտ սահմանադրությամբ։ Մենակ շատ քաղաքական գործիչներ այսօր խոսում են քաղաքական բնականոն ընթացքի մասին եւ ընտրությունների մասին։ Մենք դրան անդրադառնալով
տեսեք, ասում ենք ձեռքները հեռու սահմանադրությունից։ Ինչով է դա կարևոր։ Տասնամյակներ մենք երազել ենք, որ ունենանք կարգին հայրենիք։ Այդ երազանքի ճանապարհին հասել ենք մի փուլի, երբ արդեն կարողացել ենք սահմանադրություն ունենալ։ Դա նույնպես անվերապահորեն եղել է մեր ժողովրդի այն առաջադեմ մասի ջանքերով ու ճիգերով։ Ու այդ մարդիկ հասկացել են, որ սահմանադրությամբ պիտի հարցերը կարգավորվի։ Հիմա տեսեք, մենք հատկապես այսօր այստեղ ենք նշելով մի բան, որ Հայաստանի իշխանությունները սկսելով սահմանադրական բարեփոխումներ, իրենց գլխավոր առաքելությունը ոչ թե խախտում են, այլ ուղղակիորեն շրջանցում են սահմանադրական բարեփոխումներ կատարելու հիմնական նպատակադրումը։ Ցանկացած սահմանադրական բարեփոխում կատարվում է մեկ հիմնական նպատակով, որպեսզի մարդկանց իրավունքները ընդլայնվեն, ընդարձակվեն։ Բայց մեզ մոտ հակառակը, մարդկանց իրավունքները ընդարձակելու փոխարեն մենք ունեցանք վերջին սահմանադրական բարեփոխումներ, որոնք քաղաքացիների իրավունքները նսեմացրին։ Հիմա եկել է Նիկոլ Փաշինյանը, որը իշխանության է եկել սահմանադրություն փոխելու գլխավոր նպատակով, մերժիր Սերժին նշանակում էր մեզ այս սահմանադրությունը պետք չի։ Եկել է իշխանության եւ ասում է, որ այն սահմանադրությունը, որի փոխելու համար ես դες ոտքի հանեցի, լավն է, պետք է մնա։ Համակարգային փոփոխություններ չեն կատարվելու, ամեն ինչ մնում է այնպես ինչպես որ կա։ Այստեղ մեր այս քայլերին դրդող հիմնական պատճառն այն է, որ իշխանությունները սահմանադրական բարեփոխումների նկատմամբ իրենց կեցվածքով ցույց էին տալիս, որ իրենք դարձել են կոռուպցիոն հանցախումբ, որովհետև կա կուսակցությունների մասին սահմանադրական օրենք, որի 21-րդ հոդվածի 5-րդ կետն ասում է, որ քաղաքական կուսակցությունների գործունեության ազատությունը երաշխավորվում է այդ օրենքի այդ հոդվածով, եւ այդ օրենքի այդ հոդվածը իրենք սիստեմատիկ կերպով խախտել են, ստանում էին հանրագրեր եւ չէին քննարկում։ Ես հիմա գրպաններս որ ընտրում էի, գիտեք ինչի համար էի նայում, ես ունեմ Արդարադատության նախարարությունից 3 ստացած պատասխանը։ Այդ դրությունը երևույթին մեքենայի մեջ են թողել։ Այդ դրությունները իմ դրությունները։ Ուրեմն 3 սահմանադրական Արդարադատության նախարարությունը սահմանադրության վերաբերյալ պատասխանում ինքը գրում է. մենք քննեցինք ձեր դիմումը առաջին անգամ է, որ ժամանակին պատասխանում են։ Վարչապետին ուղղված դիմումին ի պատասխան մեր Արդարադատության նախարարության անունն էլ կարող եմ ասել, ով է այս պատասխանատվությունը իր վրա վերցրել, քարտուղարը Համլետ Հարությունյան։ Գլխավոր քարտուղարն է Արդարադատության դատարան, ասում է, որ ձեր փոխանցած հանրագրի մեջ, որը վարչապետը փոխանցել է իրենց, նախկինում անտեսում էին, ասում էին չի եղել։ Չի նշված հատկապես դուք ինչ եք պահանջում։ Այնինչ ես ունեմ, հիմա չեմ կամենում ծանրաբեռնել մարդկանց ուշադրությունը, ես ունեմ մեր փաստաթուղթը, որտեղ ասված է. այս անգամ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգն ու պատրաստի նախագիծը ձեզ եւ սահմանադրական խորհրդին, Արդարադատության նախարարին ներկայացնելուց առաջ եւ դրան զուգահեռ ճիշտ եմ համարում նախ ձեզ հիշեցնել կուսակցությունների մասին օրենքի սահմանված կանոնները եւ ներկայացնում։ Այստեղ հստակ ասվում է, ահա ձեզ հայեցակարգ, ահա այսինչ կայքեջում սահմանադրության նախագիծ։ Կոչ ենք անում ձեր հանձնաժողովին քննարկել։ Այսպեսի հիմնավոր փաստաթղթեր ստանալուն զուգահեռ իրենք համարձակվում են գրել հանրագրերը քննարկելու կարգ կա եւ այդ կարգին ձեր հիմք ընդունելով վերոշարադրյալը հայտնում եք, որ ձեր կողմից ներկայացված հանրագրերի քննարկման ենթակա մերժան։
Հանրագիրը ենթակա է մերժման, ձեզ տրված է նախագիծ։ Դուք ի՞նչն եք համարում ոչ բավարար։ Դուք հիմա ունեք հանձնաժողով, նրանց ժամանակին մեծ աշխատավարձներ եք տալիս ու խրվեցիք կոռուպցիոն հանցագործության մեջ, ապօրինի վարձատրություններ։ Հիմա ասում եք, որ այնքան էլ հիմնավոր չի։ Իհարկե մենք սրան կանդրադառնանք, բայց վերադառնալով հիմնական խնդրին, դուք որ ասացիք ավելի մանրամասն ներկայացնել իրավախախտումները, հենց այս փաստարկումը բերեցի սահմանադրությունից հետո։ Ինչ իրավունք ունես դու զբաղվելու սահմանադրությամբ, երբ սահմանադրությունը համազգային կարևորության խնդիր է, սահմանադրությունը պահանջում է քաղաքական ուժերի, նույնիսկ բոլոր անհատների մասնակցություն, եւ քանի որ քո իրավական ակտում նորմատիվ իրավական ակտեր են ընդունել 2 անգամ եւ մի քանի անգամ էլ փոփոխել է, հստակ նշված է աշխատել հրապարակայնորեն, դու ինչ իրավունքով ես դռներդ փակում եւ չես քննարկում միակ այլընտրանքային նախագիծը։ Այ ժողովուրդը պիտի իմանա, որ սա պատմական փրկարար նախաձեռնություն էր։ Եթե ժամանակին նախորդ իշխանությունները նույն արած չլինեին, սրանք էլ շարունակում են նախորդների գիծը։ Եվ մենք ընդունած լինեինք արդեն, եթե քննարկեն չեն կարող չընդունել բացարձակ ժողովրդավարության նախագիծը, ապա մենք ոչ այդ պատերազմը կունենայինք, ոչ այդ պատերազմի բացասական հետևանքները, ոչ էլ հիմիկվա, ոչ թե վտանգավոր վիճակը, այլ դեպի կործանում տանող վիճակը։ Բացի այս, Պարոն Հայրիկյան, տեսեք, դուք շարժում եք սկսում